Այս ալիքի գոյության 2 տարիների ընթացքում ես մի շարք նամակներ եմ ստացել խնդրանքով, առաջարկով եւ հարցումով, թե ինչու չեմ պատմում Կոստան Զարյանի մասին։ Դա չանելու պատճառն այն է, որ 2010 թվականին, ուղիղ 16 տարի առաջ, երբ նշվում էր Կոստան Զարյանի ծննդյան 125-ամյակը, դա այն ժամանակ էր, երբ դեռ կար մշակույթի նախարարություն, որը կարևորում էր նման իրադարձությունները, հենց այդ նախարարության աջակցությամբ մենք Հայ կինոստուդիայի հետ նկարահանեցինք Կոստան Զարյան հայ գրականության մենակը վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, ես ֆիլմի սցենարի հեղինակն եմ։ 52 րոպե տևողությամբ այս ֆիլմը համեց իմ էներգիան, ուժերը, նյարդերը, անկեղծ շատ բարդ էր պատմել մեկի մասին, որին հասարակությունը շատ լավ չի ճանաչում եւ միևնույն ժամանակ ինքը հսկա է իր ապրած կյանքով, իր գրականությամբ, իր արվեստաբանական հոդվածներով, ու մեր առջև դրված էր խնդիր մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում ներկայացնել այս հսկային այնպես, որ հետաքրքրի բոլորին, լինի հասանելի, մատչելի, միևնույն ժամանակ լինի արժեքավոր ու պոետիկ ֆիլմ։ Սցենարը գրելու համար ես սկզբում Կոստան Զարյանի գրքերը կարդում էի մատիտը ձեռքիս կարևոր տողերն ընդգծելով, բայց մի քանի էջից հետո հասկացա, որ ընդգծում եմ բոլոր տողերը։ Այս գրողն անկարևոր կամ պակաս հետաքրքիր տող ու միտք չունի, բոլորը կարևոր են ու արժեքավոր։ Մի խոսքով, շատ դժվարությամբ այդ հսկայական նյութը սեղմեցի այնքան, որ կարողանամ մի ֆիլմում տեղավորել եւ կենսագրությունը, եւ ստեղծագործությունը։ Ֆիլմը ստացվեց ու կարծում եմ ստացվեց լավ։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ շատ շատերը մեծ գրողի մասին իմացան ու նրան ճանաչեցին մեր ֆիլմի շնորհիվ։ Մինչև հիմա էլ, երբ Կոստան Զարյանի մասին նոր ֆիլմեր ու հաղորդումներ են ստեղծվում, գրառումներ են անում, ես պարզ տեսնում եմ, թե ինչն է մեր ֆիլմից վերցրած։ Բացարձակ դրանից ված չեմ զգում, այլ ուրախանում եմ, քանի որ մենք մեր նպատակին հասել ենք, կարողացել ենք մեր ֆիլմով սիրելի ու ճանաչելի դարձնել մեծ գրողին։ Ֆիլմից անցել է 16 տարի ու ես դեռ ցանկություն չունեմ այս թեմային անդրադառնալու։ Ինքս շատ հաճախ վերադառնում եմ Զարյանի գրականությանը, կարդում եմ հատկապես նրա հոդվածները, սակայն նորից պատմել, թե երբ է ծնվել, ինչ է արել, ինչ է գրել, ուր գնաց, ինչ եղավ, էլ չեմ ուզում, քանի որ այդ ամենը արդեն ասել եմ մեր ֆիլմում։ Ֆիլմի հղումը կտեղադրեմ, եթե չեք տեսել, ապա կարող եք նայել։ Ինչ հիմնական թեմային կանցնեմ, 2 դիտարկում անեմ։ Այն պահին, երբ մենք նկարում էինք ֆիլմը, շատ քիչ փաստագրական նյութեր ունեինք, ավելի ճիշտ ընդհանրապես մի քանի լուսանկար ունեինք եւ ուրիշ ոչինչ։ Նրանք, ովքեր ինչ որ նյութեր, ձեռագրեր ունեին, ոչ մի կերպ չտրամադրեցին մեզ։ Մեզ մոտ դա շատ կլանային բնույթ ունի։ Ամեն մի գրականագետ, թատերագետ կամ այլ գետ, երբ սկսում է ուսումնասիրել որևէ մեկի կյանքն ու գործունեությունը, տվյալ մարդուն դարձնում է իր սեփականությունը ու շատ հիվանդագին է վերաբերում այն փաստին, երբ որևէ մեկը նույնպես մոտենում է տվյալ թեմային։ Այդպես ֆիլմից միայն 10 տարի անց պարզվեց, որ Կոստան Զարյանի ամբողջական արխիվը կա, նրա ձեռագրերը, իրերը, նույնիսկ ձայնագրված կա եւ այլն։ Արխիվը հարազատները հանձնեցին Մատենադարանին։ Սա ասում եմ այն բանի համար, թե ինչու են շատ փաստեր դուրս մնացել մեր ֆիլմից կամ վրիպակներ են եղել։ Սկսած ծննդյան օրվանից։ Մի 2 տարի առաջ Արա Զարյանը, Կոստան Զարյանի թոռը, հրապարակեց նրա ծննդյան վկայականը, ըստ որի Կոստան Զարյանը ծնվել է ոչ թե փետրվարի 2-ին, ինչպես նշված է ամենուր, այլ 8-ին։ Հորանունը ոչ թե Քրիստափոր է, այլ Խաչատուր։ Այդպես նաև Կոստան Զարյանի գրողների միության անդամ լինելու թեման է սխալ ներկայացվել։ Զարյանն իր օրագրային գրառումներում նշել է. «Ահա 4 տարի է, որ գրողների միությունը ինձ անդամ չի հաստատել»։ Սա հիմք ընդունելով նրա գրականությունը ուսումնասիրողները հանգել են այն մտքին, թե նրան այդպես էլ գրողների միություն չեն ընդունել ընդհանրապես։ Ու դա բոլոր գրականագիտական տեքստերում զետեղված է։ Իսկ իրականում նույն Արա Զարյանը վերջերս հանրայնացրեց Կոստան Զարյանի գրողների միության անդամատոմսը։ Ահա այսպիսի սեփականաշնորհած գրականագիտական սխալներ։ Թեև հանուն արդարության պետք է ասեմ, որ Զարյանի գրականությունը ուսումնասիրողների
փոքրաթիվ ցանկում լավագույնը համարում եմ Վարդան Մաթեոսյանին։ Նա շատ մանրակրկիտ, հետաքրքիր, հագեցած, բովանդակալից ուսումնասիրություններ է կատարել ու այն ժամանակ ֆիլմի ստեղծման համար ինձ շատ օգնել են հենց Մաթեոսյանի հոդվածները։ Եվ այսպես անցնեմ բուն թեմային։ Կոստանդին Զարյան, այսօր նրա կյանքն ու կենսագրությունը ներկայացնելու փոխարեն որոշել եմ վերապատմել մյուս ինձ կրկին շատ սիրելի Զարյանի, Ռուբեն Զարյանի հուշ-պատմությունը, որը ժամանակի սղության և սցենարական մտահղացման պատճառով այն ժամանակ տեղ չգտավ ֆիլմում ու ես շատ ափսոսում էի, քանի որ Ռուբեն Զարյանի մի քանի էջանոց փոքրիկ հուշագրությունը հրաշալի բացահայտում էր Կոստանդին Զարյան մարդուն և մտածողին։ Երկու Զարյանները առաջին անգամ հանդիպել էին 1961-ին, երբ 35-ամյա տարագրությունից հետո Կոստանդին Զարյանը դստեր Նվարդի հետ եկել էր Հայաստան շրջագայության։ Ռուբեն Զարյանը այդ ժամանակ Ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրենն էր և ահա հենց այդ ժամանակ նրան այցելել էր Կոստանդին Զարյանը։ Առաջինը, ինչ Ռուբեն Զարյանը հարցրել էր իր ազգանվակցին, այն էր, թե նա երբ և ինչպես է դարձել Զարյան։ Կոստանդին Զարյանը պատասխանել էր. այդպիսի ազգանուն չկա, իմ հորինածն է, Եղիազարյանը կրճատեցի, թողի միայն երկրորդ մասը։ Նայիրին էլ էր Եղիազարյան, ասի գնամ տեսնեմ երրորդ Զարյանն ով է։ Ռուբեն Զարյանն էլ համառոտ պատմել էր իր ազգանվան պատմությունը։ Պատմվածքներ էի գրում և իմ իսկական ազգանունը Ղազանջյանը թվում էր ինձ հասարակ, անշուք, ոչ գրական։ Հետո ավելի անկեղծանալով Ռուբեն Զարյանը խոստովանել էր, որ շատ վաղուց նորակոսում կարդացել էր Կոստանդին Զարյանի մի հոդվածը և նրանից վերցրել Զարյան ազգանունը։ Այս փաստից զարմացած Կոստանդին Զարյանը հարցրել էր. «Ծանոթ եք գրվածքներիս, որևէ գործ կարդացել եք»։ Ի պատասխան Ռուբեն Զարյանը արտասանել էր նրա բանաստեղծական տողը. «Ուզում եմ լինի իմ երգը խոնարհ, ինչպես կտոր հաց սեղանի վրա»։ Եվ հետո վստահեցրել էր, որ իհարկե Հայաստանում լավ գիտեն նրա օրերի պսակը, տատրագոմի հարսը։ Կոստանդին Զարյանը հուզվել էր, ասելով. «Իսկ ես մեղավորս կարծում էի Հայաստանում չգիտեն, թե ես կամ»։ 1961-ին որպես զբոսաշրջիկ հայրենիք եկած Կոստանդին Զարյանը 1962-ին կրկին եկավ Հայաստան տարվա 6 ամիսը արտասահմանում լինելու պայմանով, սակայն խորհրդային իշխանությունները պայմանն ու խոստումը չկատարեցին և Կոստանդին Զարյանը մնաց Հայաստանում մինչև կյանքի վերջը։ Նույնիսկ հետագայում հնարավորություն չունեցավ այցելելու հիվանդ կնոջը, որը 1964-ին մահացավ Հոլանդիայում առանց ամուսնուն տեսնելու։ Հորօրինակին հետևեց նաև որդին Արմեն Զարյանը, որը Երևան եկավ կնոջ Մարիայի ու երեխաների հետ։ Երկրորդ այցի ժամանակ Զարյաններն արդեն հանդիպել էին որպես հին ծանոթներ։ Կոստանդին Զարյանը շատ հաճախ էր պատմում իր անցյալ կյանքից, հատկապես վենետիկյան շրջանից։ Գրասեղանիս էի մոտենում առավոտյան ժամին, աշխատում էի մինչև ցերեկվա 12-ը, գրում էի օրը մի էջ, երբեք ավելին չեմ գրել։ Ժամը 12:30-ին ճաշում էի, հագնվում, գնում Սուրբ Մարկոսի հրապարակը, գնում էի Ֆլորյան սրճարանը։ Դուք կարծեմ եղած եք Վենետիկ, գուցե հիշեք, Կամպանիլիեի ուղղությամբ է այդ սրճարանը։ Այդտեղ հավաքվում էին գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, փիլիսոփաներ։ Ասում են, որ Ֆլորյան է հաճախել ժամանակին Գոլդոնին։ Վագների անունն էլ էին տալիս։ Գնում էի օրվա թերթերը աչքի անցկացնում, երեկոյան կողմը հրապարակում էր սիմֆոնիկ նվագախումբը և այդ ժամերին գլխիս մեջ եփվում էր հաջորդ օրվա գրելիք էջը։ Հրաշալի օրեր էին։ Հետո զբոսաշրջիկները շատացան և հրապարակի հրապույրից քիչ բան մնաց։ Կոստանդին Զարյանի լեզուների իմացության մասին շատ է խոսվել։ Ռուբեն Զարյանն էլ այս հարցին անդրադարձել է։ Նա մեծ գրողին հարցրել էր, թե ինչ լեզուներով է գրել, բացի հայերենից։ Կոստանդին Զարյանը պատասխանել էր. ռուսերեն, անգլերեն, բայց հատկապես ֆրանսերեն։ Եթե ֆրանսերեն չափածոս հավաքեմ, մի հատոր կլինի։ Նույնը նաև անգլերեն չափածոս։ Գիտեմ գերմաներեն, բայց ոչ մյուս լեզուներին հավասար։ Լավ գիտեմ իսպաներեն, որ շատ սիրեցի, իսկ ռուսերենն ինձ համար եղել է ինչպես մայրենի լեզու։
Կարծում եմ բոլորդ գիտեք, որ հայերեն Կոստանդզարյանը սովորել է Վերհառնի խորհրդով Վենետիկում Մխիթարյանների մոտ, երբ 27 տարեկան էր։ Չեմ պատմում այդ պատմությունը, քանի որ շատ է պատմվել եւ դրա մասին էլ կա ֆիլմում։ Ուղղակի մի միտք եմ ուզում մեջ բերել, որը կարդացել եմ Լևոն Հաղվերդյանի հոդվածում։ Կոստանդզարյանը Հաղվերդյանին ասել էր. Սուրբ Ղազարում Մխիթարյան հայերից սովորում էի հայոց լեզու։ Նիկողայոս Ադոնցի հետ աշխատում էինք Բայրոնի սենյակում։ Տարական բաներ չգիտեի, հարցնում էի բառի առջևից, երբ պետք է յ գրել, ինչու է դրվում, երբ չի հնչում։ Սրանից քիչ ժամանակ անց, երբ Ադոնցը կարդացել էր իմ տատրագոմի հարսը, ասել էր. Ինչպես, ախր այս մարդը հայերեն չգիտեր։ Ահա այդպես կարճ ժամանակում ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն ստեղծագործող Կոստանդզարյանը կարողացավ յուրացնել մայրենի լեզուն եւ գրել ոչ միայն մեսրոպատառ, այլ մի չքնաղ հայերենով։ Ես չգիտեմ, թե ինչպիսի բան ստեղծեմ կամ ինչ ուժի վիպասամ, բայց մի դեր խաղացել եմ գրականության մեջ։ Միացրել եմ արևմտահայ եւ արևելահայ լեզուները։ Ինչը ուզեց, բայց չկարողացավ շանթը, արի ես։ Ըստ Ռուբենզարյանի Կոստանդզարյանը սիրում էր լավ հագնվել, սիրում էր լավ սեղան, ուտելուց հաճույք էր ստանում, ասում է Գարգանտյուայից մի բան կար նրա մեջ։ Խմիչքներից սիրում էր գինի, երբեք չէր հարբում, չէր կորցնում հավասարակշռությունը։ Զարմանալի դյուրահավատ էր, շուտ հիացող ու թեև ինքը հոգով ու մտքով քաղաքապաշտ էր, բայց հողի քարի կանաչի կարոտ ուներ։ Հաճախ էր խնդրում, որ իրեն քաղաքից դուրս տանեին եւ նայում էր շուրջը հեռու տարածություններին, նայում էր մեր լեռներին, երկնքին ու փառավորվում։ Ռուբենզարյանը պատմում է, թե մի օր Լենինգրադից եկած իր հյուրի հետ, երբ գնացել է Սուրբ Հռիփսիմե վանք, այնտեղ պատահական հանդիպել են Կոստանդզարյանին։ Երեքով հիացել են ճարտարապետությամբ, ապա Ռուբենզարյանը հյուրին կարճ մի քանի տվյալներ է ներկայացրել Հռիփսիմեի պատմությունից։ Այդ պահին միջամտել է Կոստանդզարյանը, ասելով. Մեր միջնադարյան հուշարձանները մեր բնության արտացոլումն են, ինչպես նաև ժողովրդի ոգու, բնավորության, երկրի ու նրա բնության հայելին։ Նայեք Արարատին եւ հետո մեր կառույցներին։ Մեր տաճարների գմբեթը ոչ այլ ինչ է, քան մեր լեռների գագաթները, ու ինչպես լեռներն են մերկ ու լերկ, այնպես էլ մեր տաճարների մեծ մասը քանդական նախշ չէ։ Պարզություն եւ խստություն, սրանք են գլխավոր հատկանիշները։ Մեծ չէ ծավալով, բայց ինչ ուժ եւ առնականություն, խիստ է, բայց մռայլ չէ, ասես արևից մի շող եկել խառնվել է շաղախին եւ թողել իր ցոլքը պատերի վրա։ Ահա այսպես մի պարբերությամբ նա ամեն ինչ ասել է հայ ճարտարապետության մասին եւ ասել է գեղեցիկ ու մաքուր ռուսերենով, այնքան որ Լենինգրադցի պրոֆեսորը զարմացել է, թե ինչպես Եվրոպայում ապրած հայը այսքան մաքուր եւ գեղեցիկ կարող է խոսել ռուսերեն։ Այնուհետև իմանալով գրողի տարիքը, որն 80 անց էր արդեն, ավելացրել էր. Հայաստան գալիս վախենում էի, որ կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր-օրի համոզվում եմ, որ հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։ Կոստանդզարյանը ոչ միայն հայ արվեստի գրականության ու մշակույթի գիտակ էր, այլ նաև հրաշալի տիրապետում էր համաշխարհային մշակույթին։ Նրա հոդվածները արվեստաբանական փայլուն վերլուծություններ են։ Իդեպ դրանցից երկուսին ես արդեն անդրադարձել եմ իմ տեսանյութերում՝ Լեոնարդո դա Վինչին եւ Հայաստանը ու նաև Գոյան։ Եթե չեք դիտել, ապա առաջարկում եմ նայել։ Իսկ հայ արվեստի հետ կապված ասենք օրինակ թե ինչպես էր Կոստանդզարյանը գնահատել նկարիչ Մարտիրոս Սարյանին, պատմում է Ռուբենզարյանը։ Սարյանը նկարում էր Կոստանդզարյանին։ Սարյանին կանչեցին հեռախոսի մոտ։ Հետաքրքիր էր իմանալ գրողի կարծիքը նկարչի մասին։ Իմ կարծիքով Սարյանն այն նկարիչն է, որի համար արևելքը Եվրոպայից տարբեր մի արտաքին աշխարհ է։ Եվրոպացու համար ի վերջո անըմբռնելի, իսկ Սարյանի համար հարազատ աշխարհ։
ազգային զգացողություն, որ կար նրա մեջ մինչև տեղի կունենար իր եւ Հայաստանի, իսկ դրանից առաջ իր եւ Պոլսի, Եգիպտոսի ու Պարսկաստանի հանդիպումը։ Ինձ համար Սարյանը, ես այդ մասին գրել եմ տարիներ առաջ, այն արվեստի մասնագետն է, որ ուղի բացեց, հասկացավ այս աշխարհի գույնը, դեղինը, կապույտը, կանաչը եւ ունեցավ հիացումի, զարմանքի զգեստավորում, հասնելով պարզության, որն արվեստի կատարելության նշանն է։ Երբ աշխարհը դառնում է քոնը, քո էության մի մասը, երբ դու եւ աշխարհը նույնանում եք, այլևս վրձինը գործում է արագ, առանց ճիքի եւ գաղտնիքը, որը թվում էր գաղտնիք, բայց դադարում է գաղտնիք լինել։ Սա էլ հենց հայտնություն է արվեստի մեջ։ Սարյանն այդ հայտնության նկարիչն է։ Երբ Սարյանը վերադարձավ, վրձինը ձեռն առավ, բայց չտարավ դեպի կտավը, այլ շրջվելով ներկաների կողմն ասաց. Եթե իմ մասին մի երկու խելքը գլխին հոդված է գրվել, մեկը Կոստանի գրածն է։ Ռուբեն Զարյանը իր հոդվածում երկու մտերմիկ ու ջերմ միջոցառման մասին է հիշում, որն ուզում եմ անպայման վերապատմել։ Մեկը նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 50-ամյակի նշումն է։ Զարդարանենց տանը մոտ 20 հյուրերի մեջ եղել է նաև Կոստան Զարյանը։ Բաժակ է բարձրացրել բանաստեղծ Գևորգ Էմինը եւ առաջարկել խմել Կոստան Զարյանի կենացը։ Էմինն ասել է. ոմանց տաղանդ է տրվում, ոմանց բախտավոր հանդիպումներ, ոմանց էլ այդ երկուսը միասին։ Օրինակ Կոստան Զարյանը դրանցից է։ Գրողի մի մեծ տաղանդ ունի նա եւ այնպիսի բանաստեղծ է, որին գնահատելը ապագային է վերապահված։ Թող ոչ ոք չնեղանա, թեև այստեղ շատ պատվական մարդիկ կան, բայց Կոստան Զարյանը մի 50 տարով մեզանից առաջ է ապրում։ Շատ բան է տեսել իր կյանքի մեջ։ Ինչ հարուստ մարդ է նա հանդիպումների կողմից, էլ Պիկասո, էլ Վերհարն, էլ Լեժե, էլ Շագալ, էլ Սարտր, էլ Էլյուար։ Ճիշտ է, այստեղ այս պատվական սեղանի շուրջը շատ պատվական մարդիկ կան, բայց թույլ տվեք բոլորիս համար պատիվ համարել մի այսպիսի մարդու կենացը խմել։ Ռուբեն Զարյանն ասում է, Կոստան Զարյանը շփտում էր, շնորհակալություն հայտնում իրեն պարզած բաժակների համար, ասում է, ոչինչ չխոսեց, ոչ մի բառ չասաց, լուռ էր, միայն շփտում էր ու գլխով շնորհակալություն հայտնում։ Հաջորդ օրը հանդիպելով փողոցում Կոստան Զարյանն ասել էր. Երեք շատ լավ երեկո անցկացրեցինք, այնպես չէ։ Ռուբեն Զարյանն ասում է, հիշեցի գրող Ռաֆուն, որ ընկերական մի հավաքույթի ժամանակ նստում է անխոս ու լուռ, եւ երբ դուրս են գալիս, հիացած ու ուրախ ասում է. համա թե քեֆ արինք, հա։ Երկրորդ միջոցառումը, որի մասին հիշում է Ռուբեն Զարյանը, տեղի է ունեցել գրողների տանը։ Կոստան Զարյանին նվիրված երեկո են կազմակերպել, երեկոն բացել է բանաստեղծ Գևորգ Էմինը, ապա ամբիոնին է մոտեցել Լևոն Ներսիսյանը եւ ներկայացրել Կոստան Զարյանի կյանքի կարևորագույն իրադարձությունները, սկսած Մեհյանի ստեղծումից մինչև Վերհարնի հետ հանդիպում, Փարիզյան շրջանը եւ այլն։ Հետո Աշոտ Սահարաջյանը կարդացել է Տատրագոմի հարսը պոեմը ռուսերեն իր թարգմանությամբ։ Կոստան Զարյանը շատ հուզվել է իրեն ուղված գովեստի խոսքերից ու վերջում առանց ամբիոնին մոտենալու, առանց երկար բարակ խոսելու ու խրատներ տալու, գոհացել ընդամենը շնորհակալություն մի հատիկ բառն ասելով։ Այս հանդիսավոր մասից հետո մի խումբ ընկերներով որոշել են երեկոն շարունակել սեղանի շուրջ ու գնացել են Ռուբեն Զարյանենց տուն։ Այնտեղ լսել են Սուրբ Լուսինե Զաքարյանի կատարմամբ, կարդացել են Կոստան Զարյանի բանաստեղծությունները, հետո դիմել են Կոստան Զարյանին ասելով. մի խոսք ասեք, մի բան էլ դուք պատմեք, լսենք։ Եվ Կոստան Զարյանը պատմել է մեծ սիրո մի գեղեցիկ պատմություն, որի մանրամասները Ռուբեն Զարյանը լավ չի հիշում, բայց այդ պատմության մեջ ասում է տեսանք Վենետիկը, որ իր ասելով քաղաք չէ, այլ գույների տոնահանդես, տեսանք ջրանցքներն ու գոնդոլները, քաղաքի վրա կախված երկինքը, որը տարբեր է ուրիշ քաղաքների երկինքներից, որը նմանեցրեց հսկա տարածության վրա վերից կախված բյուրեղապակում։ Ինչ որ պատմեցի, իմ հոգու մեղքն էր, պատմությունը ամփոփել է Կոստան Զարյանը, ապա հրաժեշտից առաջ բաժակ բարձրացնելով դողացող ձեռքով ու դողացող ձայնով ասել. ես այսօրը երբեք չեմ մոռանա։
Այս հանդիպումներից մեկի ժամանակ Ռուբեն Զարյանի «Սիրում ես մենակություն» հարցին Կոստան Զարյանը պատասխանել էր. «Սիրում եմ ինքս ինձ հետ լինել»։ Կոստան Զարյանը Երևանում ապրեց կյանքի վերջին 7 տարին, մինչև մահը։ Ապրեց ինքն իր հետ։ Ըստ Ռուբեն Զարյանի, բարձրահասակ, գլուխը բարձր պահած, գլխին մի փոքր թեք դրված գլխարկի տակից երևացող ճերմակ մազեր։ Ձեռնափայտը ձեռքին իջնում էր Աբովյան փողոցով։ Ինձ թվում էր, որ նրա հայացքը ուղղված էր հեռուներին, անհայտ հեռուներին, եւ մտքով շրջապատի հետ չէր։ Երբ խոսում էր, իր անցյալի հետ էր, զրուցում էր ներկայից, իսկ երբ մենակ էր մտքով, իրեն իսկ անծանոթ ապագա ժամանակների հետ էր։ Ինչպես կգրի 21-րդ դարի բանաստեղծը, ինչպիսի գույներ կլինեն նկարչի կտավին, կոմպոզիտորները ինչ հնչյուններ կլսեն բնության մեջ, որ եղել են ու կան, բայց չեն հասել ոչ Մոցարտին, ոչ էլ Բախի լսողությանը։ Աշխարհը շրջելուց հետո ապրում էր Երևանում։ Ավելի գեղեցիկը չկար նրա համար, քան մեր մայրաքաղաքը։ Երևանը ճակատագիր էր, կենսագրություն նրա կյանքում, բայց այնուամենայնիվ նա աշխարհաքաղաքացի էր, սրտով, մտքով և հայեցողությամբ։